7 աշակերտ երկաթյա ծողով ծեծել են մեկ այլ աշակերտի, տղան դասընկերոջը հարվածել է մուրճով, 13-ամյա տղային գլխուղեղի ցնցումով հիվանդանոց են տեղափոխել, հաշտվելու պատրվակով հանդիպել են ու դաժանաբար ծեծել 8-ամյա տղային։ Վերջին ուս տարվա ընթացքում դպրոցահասակ երեխաների միջև վիճաբանության աղմուկ հանած դեպքերն են, սեպտեմբերից մինչև մարտ։ Վերջին դեպքը մարտի 18-ին Երևանի թիվ 186 դպրոցի 2 աշակերտների միջև է եղել։ Տղան հարվածել և դասընկերոջ քիթն է կոտրել։ Դպրոցի ծնողներից մեկն է պատմում, նշելով, որ սա այս դպրոցում տեղի ունեցած միակ արտառոց դեպքը չէ։ Ծնողները որոշել են հարցերը իրենց մեջ լուծել, չբարձրաձայնել, չեմ իմանում, բնականաբար հիվանդանոց պետքա գնա երեխան ու այնտեղ ինչ է ասվել, բայց փաստը այն է, որ դպրոցում է տեղի ունեցել միջադեպը, ինչ պայմաններում չգիտեմ, քանի որ ես այնտեղ ականատես չեմ եղել, բայց որ դպրոցում է եղել, ուշքետ է ուղեկցվել երեխան, այդ փաստ է։ Դպրոցի տնօրենը մանրամասնեց, միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում։ Երեխաները չեն պատմել, թե ինչի շուրջ է վեճը սկսվել, բայց տնօրենը պնդում է, կատակով են սկսել քաշքշել իրար։ Հետո ավելի լուրջ կռվի է վերածվել բժշկական միջամտություն պահանջող հետևանքով։ Քաշքշել են իրար, այն մեկը նրան հարված է, նրա ժամացույց բանը վնասել է, այլ նրան հարված է։ Այդ հարվածելուց պարզապես այս մյուսի հարվածը այնքան ուժեղ ա եղել, որ քիթը վնասվել է։ Իհարկե առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է հենց դպրոցում, զանգահարել ենք ծնողներին, ծնողները եկել են, տեղափոխել են հիվանդանոց, մյուս ծնողների հետ էլ կանչել ենք, ասել ենք, որ երեխան sense բան է արել, հետո երեկոյան ավելի ուշ երեխային եւ հայրիկին հրավիրել են ոստիկանություն։ Ներքին գործերի նախարարությունում նախորդ տարվանից են սկսել այս դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարել։ 2025-ի ընթացքում դպրոցներում եւ հարակից տարածքներում երեխաների միջև վիճաբանության 91 դեպքի մասին են տեղեկացել։ Այս տարվա առաջին եռամսյակի թվերը եւս մտահոգիչ են։ Այս տարի 24 հատ ուսումնական հաստատություններում որևէ միջադեպի կամ դեպքի վերաբերյալ, բայց կցանկանամ ընդգծել, որ սրանք բոլորը չեն, որ հանցագործության դեպքեր են։ Ունենք ընդամենը նման 2-3 հատ դեպքեր, որոնք ըստ էության վկայում են ավելի լուրջ հետևանքների մարմնական վնասվածքների մասին։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյան տեղեկացնում է, դեպքերը հիմնականում տեղի են ունենում 13-ից բարձր տարիքի աշակերտների միջև, մեծամասնությունը Երևանում։ Երևանին ստացված ահազանգերի թվով Կոտայքի մարզն է հաջորդում։ Դեպքերի թիվը նվազեցնելու համար նախարարությունը աշխատում է 3 փուլով՝ աշակերտների, ծնողների, մանկավարժների հետ։ Դրական միտումը տեսնում են, ասում է։ Դպրոցները վստահում են եւ աշխատում նախարարության հետ։ Շուրջ 15 դեպքով մենք ունենք այս տարի, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվից ենք ստացել տեղեկություն որևէ խնդրահարույց իրավիճակի մասին։ Բնականաբար, այսինքն 24 դեպքից 15-ով մենք արձանագրում ենք, որ դպրոցը համագործակցում է մեր հետ։ Նախարարության պաշտոնյան արձանագրում է, դեպքերը երբեմն մեդիայում չափազանցվում են, դրանց վերաբերյալ ոչ ճշգրիտ տվյալներ են ներկայացվում։ Սակայն անգամ նման դեպքում տարվա առաջին եռամսյակում արձանագրված 24 դեպքից 19-ի հետևանքը մարմնական վնասված կամ ֆիզիկական ներգործություն է եղել։ Եթե անգամ դրանք որպես հանցագործության դեպք չեն գրանցվում, ծնողի պնդմամբ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տուժող կողմը սովորաբար բողոք չի ներկայացնում։ 186 դպրոցում տեղի ունեցած դեպքի առիթով եւս տուժող կողմի ծնողը ոստիկանություն բողոք չի ներկայացրել։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։